Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին գլխավորել է եւ Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է Թավշյա ոչ բռնի հեղափոխություն եւ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը։ Ես չեմ ցանկանում, որպեսզի ստեղծվի հերրակա բանավեճի տպավորություն, երբ ես փորձեմ անդրադառնալ կամ մեկնաբանեմ վարչապետի մտքերը։ Ամեն դեպքում որոշ շարժանավոր լուրերի կցանկանամ անդրադառնալ, նշեմ, որ որևէ գործով ես չեմ անցնում, չեմ անցել քաղաքացիական պայմանագրի կուսակցությունում որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկին չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի կամ գործարքի կամ երևույթի մեջ։ Ես մամուլից տեղեկացել եմ, որ ըստ մամուլի հրապարակումների իհարկե որոշ վարչության անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են որևէ կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն ինչ-որ գործերի մեջ։ Նշեմ, եթե այդպիսի բան եղել է, դա քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է, որովհետև քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության 21-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ ասում է, որ կուսակցականը իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը եւ պետք է ապահովի քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիք արտահայտելու հնարավորությունը։ Իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե նորից եմ կրկնում իմ բացակայությամբ որևէ մեկը ինձ մեղադրել է կամ փորձել է վարչապետի մոտ տպավորություն ստեղծել, որ ես կոռուպցիոներ եմ կամ որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված եմ։ Նշեմ, որ չկա, ես առաջին անգամ եմ լսել այդ մասին մամուլից։ Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, չկա նման բան, ես առաջին անգամ որ ասում է, երկրորդն է կարդում, որ երկու հոգի խոսում են ոչխարների արտահանման գործով, ասում են, դե Հայկ Սարգսյանն էլ ա եղել, ականնով են ասում, մի խոսքով, ասել են, որ դուք էլ եք եղել այդ գործի մեջ, նույնիսկ կանչել են, վերևից պարտքի են հրավիրել։ Չկա նման բան, դա սուտ է, կեղծ է, որևէ մեկը ինձ ոչ այդ գործով, ոչ որևէ այլ գործով, երբևէ չի կանչել, չի լսել, չի ներգրավել։ Ես դրա մասին առաջին անգամ լսել եմ մամուլից։ Հնարավոր է այդ մարդիկ խոսակցության ընթացքում, գաղտնալսման ընթացքում, տասնյակ կամ հարյուրավոր անձանց անուններ տան խոսակցության ընթացքում, խոսեն պատգամավորներից, դատախազներից, քննիչներից, այլ անձանցից, բիզնեսմեններից, դա չի նշանակում, որ այդ անձինք ներգրավված են այդ գործում։ Եթե մարդիկ եղել են, չկա որևէ դավ, համենայն դեպս եթե կայս դրա մասին տեղյակ չեմ, ու որևէ հարց նման չի քննարկվել եւ չի քննարկվում։ Ես եւս մեկ անգամ ցանկանում եմ ասել։ Ես առաջի անգամ եմ լսում ոչ որևէ նման գործ, ես անգամ չեմ լսել։ Փաստորեն ստացվում է, որ ձեր բացակայությամբ, ձեր մասին, ձեր թիմակիցները խոսել են կոռուպցիոն գործարքների մասին։ Ըստ մամուլի հրապարակումների։ Ըստ մամուլի հրապարակումների, եւ Փաշինյանը հիմա ուղիղ տեքստով է ասում, դա նշանակում է, որ Փաշինյանը դրանք արդեն հիմք է ընդունել եւ հավատացել այդ ամենին, որ դες ուղիղ մեղադրանք է առաջադրում կոռուպցիայի մեջ։ Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել։ Փաշինյանը ասել, դու ինչպես եք հասկացել։ Ես հասկացել եմ ինչպես դա, ինչպես ասել է վարչապետը, ես ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի ներկայացրել, եթե կա նման մեղադրանք, կխնդրեմ գործընկերներին հրապարակել դրանք, եթե վարչության նիստի ընթացքում քննարկվել է հարցեր, որ ինչ-ինչ մեղադրանքներ են հնչել իմ հասցեին, ես խնդրում եմ հրապարակել դրանք։ Եվ բոլորին պարզ կդառնա, որ այդ նիստերի բովանդակության հրապարակումը ուղիղ բխում է իմ շահերից։ Ինչ է ասում Փաշինյան, ասում է այս ամբողջ պատմությունը ընդամենը մեկ բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագրերը իր անդամների ոչ կանոնավոր կոռուպցիոն տեսանկյունից խնդրառույց գործողությունները չի հանդուրժելու։ Սա ասել է ձեր մասին հարցին ի պատասխան։ Ես չեմ կարծում, որ դա ինձ է վերաբերվում, եթե ինձ վերաբերվեր, կլիներ կոնկրետ գործողություններ, կլիներ կոնկրետ գործ, ես նորից եմ կրկնում, ես ազգային ժողովի պատգամավոր եմ, եթե իմ նկատմամբ որևէ գործ լինի, դա պետք է լինի հրապարակային, դրա մասին պետք է իմանան ազգային ժողովը եւ բոլորը, եւ հանրությունը, եւ լրատվամիջոցները, այսինքն դա պետք է քննարկվի նաեւ ազգային ժողովում, դրա մասին պետք է լինեն հրապարակումներ։ Չկա որևէ նշանակում է ոչ մի բան չկա ձեր դեմ։ Տեսեք, դուք հիմա ինչ եք ուզում, որ ես պատասխանեմ։ Չկա, ես որևէ գործով չեմ անցնում, որևէ կոռուպցիոն գործով չեմ անցնում։ Գտնում եմ, որ հեղափոխությամբ իշխանության եկած թիմը եւ թիմի ներկայացուցիչները իրավունք չունեն երբևէ ներգրաված լինեն որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ, ես դա դատապարտել եմ, դատապարտում եմ եւ մշտապես դրա մասին խոսել եմ կուսակցությունում, ցավալի է, որ կան գործընկերներ, ովքեր
իմ հնչեցած մտքերը փորձում են օգտագործել իմ դեմ եւ այն հնարավոր բաները, որոնց մասին ես խոսացել եմ, փորձում են վերագրել ինձ, դա չի ստացվելու, չի ստացվել։ Ես 2004 թվականից դեռևս, եթե հետևել եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության հրապարակումներին, եղել են ինքնակննադատության օրեր, որոնց ընթացքում ես խոսել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների ղեկավարմամբ գործող գերատեսչություններում որոշ խնդիրների մասին։ Եվ Տավուշի մարզպետի մասին։ Ոչ թե Տավուշի մարզպետի, օրինակ ծառայությունների մասին Տավուշի մարզում, Լորվա մարզում եւ այլ խնդիրների մասին, որոնք դրել են վիճահարույց եւ դրանք խաղադրույքների մասին։ Դրական եղավ ձեզ համար, որովհետեւ ասում են Փաշինյանը հենց դա չի ներել, որ դուք իր ներկայությամբ վիճել եք, նույնիսկ հարվածներ եք հասցրել Տավուշի մարզում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկին ոչ վիրավորել է, ոչ քաջ քշել է, եղել է շատ առողջ քննարկում։ Ցավոք սրտի դեպքերը այնպես չեն զարգացել, ինչպես ես էի ակնկալում կամ ես էի պատկերացնում, բայց դա այլ հարց է։ Ես ամեն դեպքում նման ինֆորմացիա չունեմ, որ հասցեատերերը պատժվել են։ Կարճ ուզում եմ արդեն ամփոփենք, որտեղ հարցերը կրկնվում են։ Փաշինյանը ստում է, ինչ է ստացվում։ Ես չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել ուրիշ հարցի Դա է տակ։ հիմնական դեպքը, պարոն Սարգսյան։ Դուք Տեսեք մեղադրանքը որն է, օրինակ վերջերս Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ իմ մասին հարցից հետո նման արտահայտություն է արել, որ այ որտեղ խոսացնում են, ասում է, որ 1 միլիարդ 500 միլիոն դոլար փող են բերել պետական բյուջե, հենց է ստացվում, որ ոնց որ դա լինի մեղադրանք ու կարծիք է ձևավորվում, որ այդ գումարը ես տարել եմ մեր տուն ու նաև տպավորություն է ստեղծվում, որ այդտենց խոսացող անձը նեղված է, որ այդ գումարը ոնց որ իր գրպանից տարած լինեն պետական բյուջե, նման տպավորություն է ստեղծվում։ Ես ուզում եմ ասել, որ ցանկացած մարդ կարա իր կարծիք ունենա ու կարա նաև հնչում են մտքեր, որտեղ մարդիկ վրդովմունք են հայտնում, թե ինչու պետք է պետական բյուջե on-line կազինոները շատ գումար վճարեն ու իմ դրա մասին խոսելը կամ օրենքի տված արդյունքները ներկայացնել է հանրությանը, ներկայացվում է սարկազմով կամ վիրավորանքով, փորձվում է, տեսեք, վարչապետը հստակ հայտարարել է, որ պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության մեր բոլորի պետական բյուջեն է, այսինքն 3 միլիոնից բյուջեն է Հայաստանի Հանրապետության բյուջեն։ Եվ եթե գումար է մուտքագրվում պետական բյուջե, կարող ենք ասել, որ դա մեր 3 միլիոնի գրպանն է մուտքագրվում այդ գումարը եւ դրա մասին խոսել չեմ կարծում, որ ծաղրի կամ վիրավորանքի արժանի է եւ հակառակը ես կարծել եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում իմ կատարած գործունեության համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեն, դուք ասեցիք մեդալ տան, դեմ չի լինի, բայց ինձ հայտարարվել է խիստ նկատողություն, ինչը ես չեմ ուզում մեկնաբանեմ, դուք մեկնաբանեք։ Ինչը ձեզ չներվեց ԿՊ-ում։ Չեմ ցանկանում որևէ այլ տրամաբանության մեջ մտնել, չեմ ուզում եթերներով կամ կարծիքներով խոսել։ Ես արդեն ասացի այն, ինչ որ ասեցի։ Երբ դուք գաք, ձեր ասածից ստացվում է այդպես, որ եթե կոռուպցիայի վրա Տեսեք, նշանակում է ինքն է հանդուրժում։ Ես նման բան չեմ ասել, եթե իմ ասածից կարող եք ենթադրել, կարող եք ձեր ենթադրությունները որպես լրագրող անել։ Նման պլաններ չունեմ։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Վարչապետ մի հատ մեջբերումի հարցեր է։ Անիջան հարց էի Ներողություն Արեգ ջան, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Ես լսել եմ այդ հարցը։ Առաջին նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, հետևել են իրավական ցուցակարգեր եւ Սարգսյանը շահերից չի բխում, որ այդ քննարկումը հանրայնացվի։ Ինչ նկատողություն եք ստացել, ինչու եւ այն հարցերին պատասխանեք։ Արդյոք դա նշանակում է, որ Փաշինյանը կամ ստում է, կամ մոլորված է ձեր մասին հայտարարություններում։ Ես սրա մասին տարբեր առիթներով խոսել եմ 2025 թվականի մարտի 6-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը ինձ պատասխանատվության ենթարկելու պահանջով եւ ներկայացրել է իր հիմնավորումները կամ իր հիմքերը, ինչու է նա նման բան պահանջել։ Ինձ հրավիրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ամիսներ շարունակ այդ հարցը քննվել է եւ կայացվել է որոշում, ինչի մասին վարչապետը ասաց, ինչը ես չեմ ընդունում։ Ես ընդունում եմ, որ իմ գործունեության հետևանքով այո պետք է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինձ առնվազն շնորհակալություն հայտներ եւ
դուք ասեցիք նաև կարող էր մեդալ տալ դեմ չի լինի, բայց ես ստացել եմ խիստ նկատողություն, ինչը ես չեմ կարող ընդունել եւ եթե կան փաստեր, որոնք հակառակի մասին են վկայում, կխնդրեմ դրա մասին հրապարակեն, ես առիթ կունենամ ավել պատասխանելու, բայց այս պահին չեմ ուզում բացել այն քննարկումը, որը տեղի ունեցել ամիսներ շարունակ, եթե կլինեն սրա հետ կապված հարցեր կամ կլինեն գործընկերներ, ովքեր կորոշեն կամ կասեն, որ եկեք ամբողջությամբ հանրայնացնենք, ես միայն ուրախ կլինեմ։ Շնորհակալ եմ շատ։ Սաքսյանը Շնորհակալ եմ բոլոր Որովհետև ես արդեն նշեցի, որ որևէ գործ չկա։ մտահոգություն չունեք, եթե դատախազը նման մեղադրանք Եվ Փաշինյանի ասացից հետո փաստորեն դա եղավ։ Ինչն է մեղադրանքի կարդում։ Դե փաստորեն դատախազությունը թե զրույցն է, չէ, հրապարակել։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ։ Ես արդեն նշեցի, որ դե դատավորության կապված ես առաջի անգամ լսել եմ մամուլից։ Թե ինչ են քննարկել, կարան 1000 հոգանոց տված լինեն գործող անձնող մարդիկ։ Ես ամեն դեպքում որևէ ես այդ գործով կամ այլ գործերով որևէ մեկին չեմ ճանաչում, անգամ ամենազգանունները չգիտեմ, այսինքն ում մասին է խոսքը ընդհանրապես։ Բացառում եք, որ գլխավոր դատախազը չկա ազգային ժողովի։ Եթե դուք ԿՊ-ի դեմ խոսեք, եթե դուք շարունակեք դիմադրել, Հիմա ինչպես եք ուզում, որ ես դա բացառեմ կամ հաստատեմ։ Ոչ բացառում եմ, ոչ հաստատում եմ։ կապված, Ինչ պահված։ եթե դուք ԿՊ-ի դեմ կխոսեք, եթե դուք Փաշինյանի Տեսեք, ԿՊ-ի դեմ խոսել չկա։ ինչպես Հովիկ Աղազարյանը, Ես մշտապես առաջնորդվել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարներով, որդեգրած սկզբունքներով։ Եվ եթե դրանք կհակասեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ անդամի, դա իր խնդիրն է, բայց դա երբեք չի կարող հակասել քաղաքացիական պայմանագիր կուսակցության սկզբունքներին հայտարարած եւ հեղափոխությամբ բերած արժեքներին։ Ես բացառում եմ դա։ Եթե որևէ մարդիկ կարող են նեղսրտել, որ ես խնդիրների մասին բարձրաձայնել եմ, կներեք, ուրեմն իրենք չեն հասկանում, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինչու է ստեղծվել, ոնց է ձևավորվել եւ ինչ նպատակներ է դրել իր առաջ։ Այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում կան մարդիկ, ովքեր ոչ հեղափոխության հետ կապ ունեն, կներեք անգամ դեմ են եղել հեղափոխությանը կամ ընդհանրապես չեն մասնակցել կամ շեղվել են կամ հետագայում են միացել թիմին։ Ես նորմալ եմ նայում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է մեծանալ եւ ունենալ նոր անդամներ։ Շնորհակալ եմ։ Ես որևէ բան չեմ ակնարկում։ Տեսեք, ես ակնարկում եմ խոսել։ Որևէ ակնարկ չեմ արել։ Շնորհակալ եմ։ Մի հետապնդեք ինձ։ չհասկացան։ Վիրավորված եք, նեղացած եք, ԿՊ-ի Ես չեմ ուզում նման դաշտմունք։ Խնդրում ինձ մի հետապնդեք, ես վերջացեցի։ Այսինքն Ինչ հարց ունեք։ Ես բոլոր հարցերը արդեն պատասխանել եմ, չեմ ցանկանում այլ մեկնաբանություն անել։ Բացառեք, որտեղ հնարավոր է կալանավորել եւ Փաշինյան ընտրություններից առաջ ցույց տա, որ ինքը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է մղում։ Արդեն նշեցի, որ որևէ բան ոչ հաստատում եմ, ոչ բացառում եմ։ Որևէ բան չի բացառում։ Մեդալ կտամ ձեզ։ Ով ինձ մեդալ պիտի տաք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։